Ցավով պետք է տեղեկացնեմ, որ տնտեսության ողնաշարը ու այսպես կոտրելուն եւ տնտեսությունը փշրելուն ուղղված այս գործընթացը իրականում լի է լինելու բազմաթիվ վտանգավոր հետևանքներով, որովհետեւ տասնյակ հազարավոր մարդիկ կրկնում եմ, որ դարձել են գործազուրկ եւ բնական է, որ այս հարցը այսպես մնալ չի կարող, բացի դրանից նաեւ տարբեր լրատվամիջոցներ, տնտեսագետներ նախորդին բավականին լուրջ վերլուծություններ էին իրականացնում այն մասին, թե օրինակ որքան հարկեր են մուծվել այդ ընկերությունների կողմից եւ խոսքը միլիարդավոր դրամների մասին է, այնպես որ մեկնաբանությունները թողում եմ ձեր հետևորդներին, մեր հեռուստադիտողներին եւ մեր հայրենակիցներին Multigroup կոնցեռնի կազմում գտնվող ընկերություններից բոլոր այն հիմնական ընկերությունները, որոնք այսպես ամենամեծ թվով աշխատակիցների քանակը ունեն, ամենամեծ թվով հարկերն են վճարում, բոլոր այդ ընկերությունների գործունեությունը դադարեցված է։ Բնականաբար բոլորն էլ ամեն ինչից շատ լավ տեղյակ են, հասկանում են, որ ընդհանրապես այս ամեն ինչը Multigroup կոնցեռնի, Գագիկ Ծառուկյանի հետ փոխկապակցված ընկերությունների կազմակերպությունների գործունեությունը պարալիզացնելն է եւ այսպես հանրային աղմուկ բարձրացնել այս ամբողջ գործընթացի հետ կապված։ Իսկ ինչ վերաբերվում է նախորդին իրավապահ մարմինների, քննիչների կողմից իրականացված գործողությունների իրավաչափության գնահատականին, ես նախորդին խոսել եմ եւ ասել եմ, որ բազմաթիվ դրվագներով մենք այժմ ներկայացնում ենք մեր դիրքորոշումները բողոքարկման մասով, որովհետեւ սկսած նրանից, որ Երևան քաղաքի կենտրոնում եւ ոչ միայն Երևան քաղաքի կենտրոնում գործող արտադրական ձեռնարկությունները առանց որևէ նախապատրաստական աշխատանքելու կապարակնքելը, դա անգամ ֆիզիկական անվտանգության լրջագույն խնդիր կարող է առաջացնել հարակից շենքշինությունների եւ մնացած ամեն ինչի հետ կապված, որովհետեւ օրինակ կապարակնքել Երևանի Արարատ կոնյակի գինու օղու կոմբինատը, որտեղ ահռելի մեծ քանակի կա կոնյակի սպիրտ եւ արտադրական process-ը այդտեղ տեղի ունեցել, այնտեղ խողովակները անգամ չեն դատարկվել եւ պարզապես առանց որևէ անգամ անվտանգության աշխատակցի կամ օրինակ պահեստի պատասխանատուի թողնել այդ ահռելի շինությունը, ուղակի կապարակնքել, մի դեղին ժապավեն փակցնել դրանը եւ հպարտ կեցվածքով հեռանալ, դա բացարձակ ոչ պրոֆեսիոնալիզմի մասին է վկայում։